Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորին։ Ուրեմն կուզենայի ձեզի տեղեկացնել, որ այսուհետ մեր երեկոյան 6-ին 10 պակասի ծառայությունը կանցկացնենք ուղիղ եթերով։ Այսինքն Աստվածաշնչյան ընթերցանությունը։ Մենք կարտանք մի քննարկենք Մատթեոս գլուխը։ 3 քննարկեցինք արդեն 4-րդ գլուխը ամբողջությամբ վերջացրեցինք, իսկ այսօր կքննարկենք 3-րդ գլուխը։ Իմ օգտակար խորհուրդներ YouTube-յան ալիքով 6-ին 10 պակաս ուղիղ եթերով շատ մանրամասնորեն կքննարկենք Աստծո խոսքը մեր եկեղեցում։ Ինչի համար ուղիղ եթերով, որպեսզի դուք էլ կանանաք մասնակցեք, ինչպես նաև աղոթենք ձեր կարիքների համար ու պատասխանենք ձեր հարցերը։ Հալելույա, Տերս, փառք քեզ, Հիսուսս։ Կխնդրեմ ու կաղաչեմ քեզանից, որպեսզի դու միացնես այն մարդկանց, որոնք որ կփափագեն քո խոսքդ լսել, Տերս, որոնք որ պատրաստ են թողնեն ամեն ինչ ու քո հետևիցդ գան, Տերս, որոնք կսիրեն իրանց սխալներ լսել, Հայրս, որոնց դու կանչել ընտրել ես քո փառքիդ ու քո անունիդ համար, Հայրս, որպեսզի վայելեն քո սուրբ ներկայությունդ քո եկեղեցում, ճանաչեն ճշմարտությունը խորությամբ ել ավելի, սիրեն ու գնահատեն քեզ, Տերս։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ, Հավիտյան Հայրս։ Մաքրե ու սրբե ամեն մեկիս միտքը, ամեն մեկիս սիրտը, ամեն մեկիս անձը։ Օգտագործե ամեն մեկիս քո անունիդ ու փառքիդ համար, Տերս։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ, Հավիտյան։ Փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ անսահման։ Դու ես մեր Տերը, մեր վահանը, մեր ամրոցը, մեր ասպարը, մեր ապավենը, մեր ուրախությունը, մեր ցնծությունը, մեր բաժինը, մեր փառքի պսակը, մեր փեսան, մեր ստեղծիչն ու արարիչը, մեր հարստությունը, մեր օրհնությունը, ամեն բան քեզանով եղավ։ Օրհնյալ է քո սուրբ անունդ, Հավիտյանս, Հավիտենից, ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ների՛ր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը Հավիտյանս, Հավիտենից, ամեն։ Սիրելիներ, ուրեմն ես ցեզի կուզենայի մեր եկեղեցու կարգ ու կանոնը ներկայացնել Տիրոջով։ Մեր եկեղեցում չկա մարդկային առաջնորդություն։ Այս եկեղեցին հիմնադրվել է Տիրոջ կողմից մոտ 18 տարի առաջ, երբ որ ես Կեշտայի Նազովրեցու հետքերով եկեղեցին Տեր ինձ դուրս բերեց ու ասավ, դու պիտի բարձրացնես եկեղեցի, որի անունն է արտարությունը կհաղթե։ Ես այդ ժամանակ ամուսնացած էլ չէի։ Մոտ 18 չէ, երևի 20 տարի առաջ, երևի 20 տարի առաջ, մոտավորապես 19-20։ Ու այս եկեղեցում որևէ մեկս իրավունք չունենք ինչ որ բան ենք Աստծո թույլատրությամբ։
որովհետև Աստված ինձի այդ խոսքը տվի, որ ես պիտի բարձրացնեմ, բայց մեր եկեղեցում գործողը ինքն է, ամեն ինչի մեջ։ Օրինակ ինչեղ, երբ որ կմտնին ծառայություններին մասնակցելու մեր քուրերը կամ աղբերները, բոլորը կսպասեն, որ Տերը իրանց լցնի ու աղոթեն։ Մինչև Տերը չլցնե, չեն վկայե, չեն խոսա։ Հոգին ազատ պիտի գործե։ Օրինակ, տեսեք, ես քիչ առաջ ձեզ հետ կխոսայի, հոգին ինձի տարավ աղոթքի։ Մենք այսօր ունենք 6-ին 10 պագաս առավոտը աղոթքի ծառայություն։ Տերենցի աշկելեց, որ ես մասնակցեմ։ Սա ես մարդ եմ նշանակե, թող ինքը անցկացնե։ Ու այդ ծառայությունը կացնե մեր քուրը, որը կբնակվի արտասահմանում։ Սա դու աշտեն դուրս արի, որպեսզի քեզի ուրիշ հանձնարարություններ տամ։ Ես ինքս իրավունք չունիմ ծառայություններ անցկացնելու։ Ես ինքս իրավունք չունիմ խոսալու, երբ որ Տերը ինձ չի պատվիրել։ Ու գիտեք, ամենակարևորը որն է։ Մեր ծառայությունների ժամանակ շատ ուժեղ կիջնի Տիրոջ ներկայությունը ազատագրում կա, բժշկություն կա, մարգարեական խոսք կա։ Ու հետաքրքիր որ մեկս մյուսից կլրացնենք, ամեն մեկիս մեջ մեր բանում կբացվի։ Ու կխնդրեմ բոլոր ներկաներից, որպեսզի էլ չսպասեն իմ զանգից, որ ես հարցնեմ ինչի չես մասնակցել, որովհետև գնալով թիվը կավելանան ու մենակ ես իրոք չեմ հասցնել։ Ամեն րոպե հարցնեմ ինչի համար չեք մասնակցել, ուղղակի կխնդրեմ կարևորեք ձեր մասնակցությունը եկեղեցում։ Դուք դորով էլ ինձ կօգնեք, որ ես մյուս մարդկանց հետ էլ աշխատեմ, որոնք որ չեն լսել ճշմարտությունը, տեսանյութեր նկարեմ, քան որ կաշխատեմ տարբեր հաշտագներում YouTube, TikTok, Facebook աշտեն եւս։ Ինձ պետք է որ ես կրնանամ նաև ազատ ժամանակ ունենամ ծառայություններից դուրս, որ շատ շատերին Տիրոջ խոսքը հասցնեմ։ Երեք մենք կաշտացինք չէ Մատթեոս 4 գլուխը, որտեղ որ Հիսուսը ինչի մասին կքարոզեր, որ Աստծո արքայությունը մոտեցել է։ Որ ամեն մեկս հնարավորություն ունենանք ավետարանը քարոզելու, որ Աստծո արքայությունը մոտեցել է, ու ինչպես խոսասվեր Մատթեոսի 4 գլխի 23-ից 25 խոսքերում, որ Հիսուսը կսովորեցներ, կքարոզեր ու կբժշկեր։ Ու մենք էլ Տիրոջով ենք այդ ամեն ինչը։ Սիրելիներ, մեր եկեղեցում հիմնական քարոզչությունը, ուսմունքը կամ շեշտը դրված է սրբության վրա։ Մենք չենք քարոզել բարգավաճություն, մենք չենք քարոզել օրհնություն։ Չնայած իրանք իրականում քարոզի հնազանդության մեկ ու մեծ մասը կկազմեն, բայց մենք քարոզենք սրբություն։ Որովհետև եթե դու սուրբ չեղար, քո աղոթքներդ երկինք չի հասնի։ Ու ամեն մեկս պիտի մաքրվենք ու սրբվենք ամեն տեսակի մեղքերից ու սխալներից ու պիտի հնազանդության մեջ քայլենք։ Ու գիտեք, ես առաջ Տիրոջով շատ շատերին կհանեի եկեղեցուց։ Տերը կսեր ես չեմ ներկա եղնի։ Եթե այս տվյալ մարդը եղավ, երբ որ կտեսնի որ ինքը ապստամբ անհնազանդ է ու կմտնի եկեղեցի խառնելու համար, իր օրենքները դնելու համար, ու չի մտածել որ ես ինքս չեմ կրնայ օրենքս դնեմ։ Ու սխալներ եք արտարացնողներ շատ։ Մենք չենք կրնա Աստծո օրենքը փոխենք, մենք կրնանք Աստծո օրենքը գործողների մեր մասը դառնանք, կատարողների մեր մասը դառնանք։ Իսկ այսօր այս վերջերս Տերը սավ դու մի հան իրանց, ես իրանց կհանեմ։ Ու իրականում ես կտեսնեմ, որ կան մարդիկ, որոնց ուղղակի կփակե ճամփեն, որ չմասնակցեն ծառայություններին։ Որովհետև շատերին կթվար, թե ես սխալ կենեմ, որ կհանեմ իրանց։
բայց իրանք չէին պատկերացնում, որ կեղներ պահեր, որ ծառայության ժամանակ իմ բերանս կփակվեր ու ես նույնիսկ չէի կրնա խոսայի Աստված սկսել, մինչև մեղքը չերնեի եկեղեցուց դու չես կրնա խոսաս։ Այդ մարդու հետ կխոսայի կապ աշխարհեր կամ դուրս կանեի, նոր ես կկրնանայի խոսայի ծառայության ժամանակ։ Այս եկեղեցին Սուրբ եկեղեցի է, ու Տերը ինձ ասել է, Սիգմիամ եկեղեցի պետք է բարձրանա, որի նման դեռ չի եղել։ Իրականում կա սեր, իրականում կա ամրություն, իրականում կա ջերմություն։ Այս եկեղեցու զոհաբերությունները չեն ծառայ գործիքներ առնելու համար, շենքեր կառուցելու համար։ Զոհաբերությունները կօգտագործվին ավետարանի քարոզչության համար, ինչպես նաև եկեղեցու անդամների կարիքներին հոգ տանելու համար ու նաև այն մարդկանց, ումոր Տերը ցույց կտա։ Իսկ ավելի կարծած, զոհաբերությունները կծառայեն Աստծո կամքի պես։ Ինչ խոր Տերը կպատվիրի, որովհետև ամեն մի ֆինանսը, ամեն ինչը Տիրոջինն է ու Տիրոջ առաջնորդությունով պետք է զոհաբերությունները ծառայ։ Ու եթե դու հələ չես մասնակցել զոհաբերություններին ու հավատարիմ չես քո տասանորդի դու զոհաբերության մեջ, ճիշտ ժամանակն է որ մտնես հավատարմության մեջ, որովհետև գողը երբեք օրհնված չի եղնի։ Այն ինչ նոր Աստծունն է, ուղղակի տվեք Աստծուն ու մաս ընտարեք Աստծու ավետարանի գործի շարունակությանը։ Սկանը սիրելիներ, ինչ որ Տերս տարա, որ ես ձեզ հետ խոսամ, ես չեմ կրնա ավել կամ պակաս խոսամ։ Տերս իմ բերանս ինքը պիտի բացե ու իմ բերանս ինքը պիտի փակե։ Այսօր ժամի 6-ին 10 պակաս նորից ունենք ուղիղ եթերով Հայաստանի ժամով ծառայություն, կրնաք բոլորդ մասնակցեք։ Եթե ունիք հարցեր, հեռախոսահամարս է +374 98 95 00 71։ Սկանը սիրելիներ, ինչ որ կուզենայի, այսօր ձեզի փոխանցեի Տիրոջով։ Լավ մնացեք ու Տիրոջ խոսքը ձեր կյանքի մեջ առաջի տեղը դրեք։ Ու որցակներ, ինչ որ կսե մեր Հակոբոսը, ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությունով։ Ու ինչ որ կսե Հովանես Մկրտիչը, ապաշխարության արժանի պտուղներ բերեք։ Մենակ լսելով չէ, նաև կիրառեք ձեր կյանքերի մեջ։ Սկանը սիրելիներ, իր գունը ժամը 6-ին 10 պակաս ուղիղ եթերով տարածեք այս տեսանյութը, պարտադիր տարածեք, որպեսզի շատ շատերը միանան, շատ խորությամբ կքննենք Աստվածաշունչը, հադիկ առ հադիկ, ինչ որ Տերը մեզի կսովորեցնե ու կառաջնորդե։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք ու հետևեք մեր ալիքին ու մասնակցեք աստվածաշնչյան քննարկումներին։